Պարոն Շարմազանով, մինչև 2018 և նույնիսկ 2018-ի հայտնի իրադարձությունների օրերին, դրանից անմիջապես հետո կարճ ժամանակ անց իշխանությունները բավականին շատախոս էին արցախյան պատերազմների, հաղթանակների մասին, շատախոս էին Արցախի, Հայաստանի Հանրապետության հաջողությունների մասին, բայց այսօր, հենց այսօր իշխանության տարբեր ներկայացուցիչներ սակավախոս էին, երբ հարցեր էին հայտնի իրողություններից։ Լսեք, նախ ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդին եռատոնի առթիվ։ Իհարկե, այսօր Արցախը գերեվարված է, Արցախում այլևս հայկական ռազմական շքեր չկա, բայց առնվազն վերջին 3 տասնամյակում երրորդ հանրապետության տարեգրության մեջ նշվելու է որպես եռատոն, որպես հայնական մեծ պատերազմում հաղթանակ, որին մասնակցել են հայ ժողովրդի կես միլիոնից ավելի ներկայացուցիչներ, նրանցից 114 արժանացել են Խորհրդային Միության հերոսի, 26 արժանացել են 3 աշճանի ամբողջական փառքի իշխանանշանակիրներ են, 5 մարշալ են տվել, որոնցից մեկը ծովակալ, բազմաթիվ գեներալներ, ազգային դիվիզիաներից միայն հայկականն էր, որ Թամանյանը 89-րդը, որ մասնակցեց Բեռլինի ազատագրման, Արցախի նվերսաֆարանի գլխավորությամբ, եւ բնականաբար Բեռլինի գրավողների ժառանգները, թողները 92 թվականի մայիսի 9-ին ազատագրեցին հայկական Շուշին։ Ինչ պետք է ասենք կապիտուլյանտները, Զառա ջան։ Ասում են, որ եռատոն չկա, օրինակ Արմեն Գրիգորյանը շուշում։ Դե եթե Արմեն Գրիգորյանն ու իր աշեֆը եռատոնը մսխել են, Արցախը նվիրել են Ադրբեջանին, ինչ եք ուզում իրանցից։ Ես պարզապես զարմանում եմ, որ իրենք այսօրով անամոթության շքերթ են կազմակերպում եւ նույնիսկ գալիս են այստեղ, որովհետեւ ձեր նշած անձի եւ ԿՊԱ-ական ոչ խմբակը Նիկոլի գլխավորությամբ արեց այնպես, որ այսօր մենք եռատոնը նշում ենք մրմուրը մեր սրտում, որովհետեւ կրկնում եմ, եռատոնի գլխավոր խորհրդանիշներից մեկը Արցախի բանակի ստեղծումն էր եւ Շուշի ազատագրումը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը Պրագայում ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ հիմա բոլորին մեղադրում է դրա մեջ, բայց պատմության մեջ ես ասել եմ, որ ինքը մնալու է որպես կապիտուլյանտ եւ Արցախ հանձնող։ Դրա մասին ոչ միայն մենք ենք ասում նրա անդիմախոսները, այլ նաեւ իր սիրելի եվրոպական պաշտոնյաներից մեկը Ժոզեփ Բորելը, որն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը առաջին հայ ղեկավարն է, ով ուղղակիորեն ճանաչել է Արցախ Ադրբեջանի կազմում։ Պարոն Շարմազանով, ամեն դեպքում Փաշինյանը դեռ իշխանության է եւ այլ ընտրանքը որն է սպահին եւ արդյոք այն օրակարգերը, որ հիմա առաջ են բերվել, իմասնավորի impeachment-ի օրակարգը հնարավոր կդարձնի ձեր կողմից բարձրացված խնդրի լուծումը։ Զառա ջան, եթե մի բան ծամարության մեջ գրված է, տեսականորեն կա, ուրեմն կա շանս, որ գործնականում էլ իրականանա։ Մեկ տարի առաջ այսօրը մեզնից շատերը չէին պատկերացնում, որ հանրապետության հրապարակը կլցվի։ Ես կարող եմ ֆիքսել, որ մեկ տարի հետո հայրենասեր, ազգային արժեքներով ապրող մարդիկ ավելի են բազմացել ու շատացել կամ դարձի եկել կամ գիտակցությանը ավելի է հստակեցվել։ Պետք է չհանձնվենք, ամենակարևորը հավատարիմ մնանք եռատոնի գաղափարին եւ բոլոր ազգային ուժերով, բոլոր մարկանցով ում համար, որ եռատոնի խորհուրդը թանկ է, ռեսուրսներ հավաքագրել, ճիշտ ծրագիր իրագործել եւ իրականացնել այն քայլերը, որից մեզից պահանջում է մեր հայրենիքի շահը։ Նիկոլ Փաշինյանն այսօր Մոսկվայում է, սա դուք ինչպես կմեկնաբանեք, որպես բազմաթիվ մեկնաբանություններ կամ Օրինակ ինչպես մեկնաբանեմ, ասեք մեկնաբանեմ։ Ձեր մեկնաբանությունը Դարձի շրջանը սյուր։ Ոչ, Նիկոլ Փաշինյանը Մոսկվան արդյունքներին չի հավատում, սա մեկ։ Երկրորդը Նիկոլ Փաշինյանը այնքան որ վնաս հասցրել է հայ-ռուսական հարաբերությունների, մեկ էլ այնքան վնաս հասցրել է Արցախին ու Հայաստանին։ Ինչու է գնացել այնտեղ, որովհետև լավ չի կողմնորոշվում ուկրաինական ճգնաժամն ինչպես է ավարտվելու։ Հիմա հենց հասկանա, որ ուկրաինական ճգնաժամը ավարտվելու է Ռուսաստանի հաղթանակով, էլի մենք ականատեսը կլենք Վլադիմիր Վլադիմիրովիչ սպասիբների շարքին։ Հենց Աստվածչանի Ռուսաստանը անհաջողության մատնի, որին ես
որի հեռանկարը գրեթե զրոյական է, այն ժամանակ էլի կխոսի հակառուսականությունից։ Բայց Նիկոլ Փաշինյանը ինքը դասական առումով թուրքամետ գործիչ է։ Ինքը սպասարկում է տարածաշրջանում Թուրքիայի շահերը։ Եվ ինքը Հայաստանը դարձրել է նաև փաստացի, երբ որ Էրդողանի գիրքը վերցրել ձև Սեխմենցի կրծքին, Հայաստանը դարձրել է թուրքական շահի սպասարկման վայր, պանթուրքիստների ֆուրերի համար ճանապարհ։ Նրա նպատակը եղել է ոչ թե արևմուտք գնալը, այլ նպատակը եղել է ռուսական ազդեցությունը այստեղ թույլատնել եւ դրա փոխարեն բերել թուրքական ազդեցություն։ Այժմ միկն է կնեք պարոն Շարմազանով, ասում են դիմադիրներին օտար երկրի ագենտներ են, այնուհետև Գիտեք, Նիկոլ Փաշինյանը անպատասխանատու գործիչ է, նրա խոսքը ոչ մի արժեք չունի։ 2019 թվականի մարտի սկզբին Թեհրանում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի քաղաքական դաշտը հեղված է օտարերկրյա գործակալներով։ 19 թվականի մարտի սկզբին։ Ես այն ժամանակ եզակիներից էի, առաջինն էի, կարծեմ միակն էի։ Երբ որ այդ ժամանակ պահանջեցի նրանից հրապարակել գոնե մեկ գործակալի անուն կամ հրահանգել ԱԱԾ-ին ձերբակալել եւ կալանավորել այդ գործակալներին։ Մինչեւ հիմա ձեզ մի հատ քաղաքական գործիչ 6 տարի անցել է։ Այլ երկրի գործակալ հայտնի է, առերևույթ Թուրքիայի շահերը եւ գործակալական գործողությունների մեջ Թուրքիա եւ Ադրբեջանի շահերը սպասարկելու մեջ կարելի է մեղադրել Նիկոլ Փաշինյանին, որովհետև Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը հրաժարվել են Հանրապետության խորհրդից, հրաժարվում են Եռատունից, Արցախը ասում են Ադրբեջանին, ցեղասպանության միջազգային ճանաչման ժամանակ պահանջատիրությունից չեն խոսում։ Հայաստանը կասկածի տակ է դնում Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, անկախության հռչակագիրը, հայտարարում են, որ Հայաստանը Կադաֆի վկայական չունի։ Երեխեք ջան, Նիկոլ Փաշինյանի զույգը խմբակից ինչ եք սպասում։ Զարմանում եք, ասում եք X մարդ է եկավ ասեց, իմ համար սա եռատոն չէ։ Բայց մարդիկ եկել են օրը ցերեկով մեր հայնիկը հանձնել են Թուրքին։ Այսօր էլ զբաղված են Հայաստանի Հանրապետության ազգային նկարագրի ու անկախության հռչակագրի վերացումով։ Մարդը ուղիղ եթեր մտել հրապարակային ձեզ հասել է, որ նոր սահմանության մեջ ինքը չի ներառելու անկախության հռչակագիրը։ Ու դրանից հետո զարմանում եք։ Մի զարմացեք։ Հայ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի եւ որպես իշխանության աղբյուր միակ գործոն ճանապարհի Նիկոլ Փաշինյանին իրենց տուն։ Պարոն Շարմազան, ձեր ելույթը Մոսկվայում վերջերս շատ բուրըն քննարկվեց։ Հիմա օրինակ դուք սպասում եք, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ձեր ելույթի նման ելույթ ունենալ Մոսկվայում կամ այդպես խոսել, թե էլի պարտավորական։ Դուք ինձ վիրավորում եք, երբ որ ինձ համեմատում եք իր հետ։ Ստես։